Ողջունում եմ բոլորիդ Սյունիքում, Հայաստանի առանցքային մարզերից մեկում։ Սյունիքն իր բաց երկնքով ու նույնքան բաց հնարավորություններով է դիմավորում հայաստանյան բանկային աշխարհի պետական եւ մասնավոր օղակների ներկայացուցիչներին։ Հայաստանի բանկերի միությունն է ընտրել Կապանը որպես հերթական մարզային համաժողովի հասցե։ Սյունիքում այսօր կան գրանցված 3000-ից ավելի ՓՄԶ-ներ, որոնք ամեն օր բախվում են մեկ կարևոր խնդրի՝ ֆինանսավորման բացակայություն։ Իսկ ո՞րն է պետական աջակցության ծրագրերի դերը մարզում ծնված բիզնեսների զարգացման գործում։ Հենց այս հարցի պատասխանն են փորձում գտնել ոլորտի փորձագետները Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները համաժողովի շրջանակներում։ Բիզնեսի սկսման պահից ի վեր մեզ համար ներդրման ուղղություն, որպես վերցել ենք բանկը, բանկի աջակցությանն ենք դիմել, արդեն աշխատում ենք 6 տարի փուլային ծրագրերով։ Պետական աջակցման ծրագրերից կարող եմ հատկապես առանձնացնել լիզինգային ծրագրերը, որը շատ մեծ հաջողությամբ ենք իրականացրել ենք, եւ նաեւ պետական սուբսիդավորող վարկերից ենք օգտվել։ Պատերազմական իրադարձություններից հետո մեր ոլորտը հատկապես Սյունիքում եւ հատկապես Գորիսում շատ մեծ դժվարությունների առաջակայքն է, դա եւ տարածքային կորուստներն են, եւ անասունների անկումն է, եւ չգիտեմ ինչեւ հիմա ինչու է վերացի անասնագողների ծրագիրը որպես կաթի մթերող ընկերություն չենք տեսնում դրա, այսպես ասած, գործածությունը, եւ ես կարծում եմ պետք է այդ մասին նորից պետություն, բանկ, բիզնես իրար հետ համագործակցության արդյունքում հասկանալ, թե ինչու չի աշխատում այդ ծրագրերը հաջողությամբ։ Արդյոք բավարար է տեղեկատվության հասանելիությունը մարզի բիզնեսների համար, ինչպես նշեցի, մոտավորապես 3000 բիզնես կա։ Երբ որ փորձում ենք հասկանալ ծրագրերի пассив լինելու պատճառները, իմ կարծիքով համար մեկ պատճառը հենց դա է՝ տեղեկացվածության պակաս, նաև զգում ենք վախ տնտեսվարողի կողմից ռիսկի այդ կոմպոնենտի որոշակի պակաս, ենթադրում ենք նաև, որ դա կախված է հենց գրագիտության կամ տեղեկացվածության պակասի հետ առնչվում անմիջապես։ Մեր ՊՄԾ հաճախորդները սովորաբար ընտանեկան տնտեսություններ են մեծ մասը, որոնք որ իրենք անում են ըստ իրենց ինտուիցիայի, ըստ իրենց փորձի, որը ավելի մակերութային է, իսկ ավելի խորը գիտելիքներ տալով ու այդ մարդկանց օգնելով իրենց բիզնեսը ճիշտ գրագետ կազմակերպելու, կարծում եմ, որ ավելի մեծ հաջողություններ կունենան եւ հաճախորդները եւ բանկերը։ Ֆինանսական գրագիտության բացը հաճախ գալիս են լրացնելու հենց առևտրային բանկերը, տնտեսվարողին տալով այն առաջնակի գիտելիքները, առանց որի անհնար է մրցունակ բիզնես ստեղծել։ 13 թվականից Ագվաբանկը սկսեց որդեգրել այդ քաղաքականությունը, իրականացնել դասընթացներ տնտեսվարողների համար եւ մինչեւ օրս դա հաջողությամբ իրականացնում ենք, դա մեր համարում ենք, որ դա մեր սոցիալական պատասխանատվության շրջանակներում է։ Այդ դասընթացները անվճար են, դա ոչ միայն մեր հաճախորդների համար, այլ նաև ոչ հաճախորդների համար։ 14 տեսակի դասընթացներ ունենք, որոնք իրականացնում են հենց մեր աշխատակիցները, որոնք համապատասխան լիցենզիաներ ունեն եւ համապատասխան փորձառություն ունեն։ Հիմնական նպատակը հետեւյալն է՝ ունենալ շատ ավելի գրագետ, շատ ավելի ֆինանսապես կայուն բիզնես գործընկերներ, ինչքան բիզնես սեկտորը ավելի զարգացած է, ինչքան ավելի գրագետ են մոտենում բիզնեսին, այնքան մենք ավելի հեշտությամբ ենք կարողանում ֆինանսներ տրամադրել այդ բիզնեսներին։ Ֆինանսական գրագիտությունից զատ բանկերը տնտեսվարողներին են տալիս նաև ռիսկը կիսելու լայն հնարավորություններ, նոր ու կայուն գործիքակազմով։ Ունենք լավ փորձ հոլանդական FMO ընկերության հետ կնքել ենք վարկային ռիսկի կիսման ծրագրի պայմանագիրը, որի շրջանակներում մենք կարողանում ենք ՊՄԾ հաճախորդներին ֆինանսավորել առանց պարտադիր գրավի պահանջի, որով մեծ հնարավորություն է տալիս ընկերություններին, ՊՄԾ ձեռնարկատերերին կատարեն իրենց ներդրումները, իրենց գաղափարները իրականացնեն, ոչ միայն այն ընկերություններին, որոնք որ գործող են, ունեն կայուն եկամուտ, այլ այն ընկերությունները, որոնք ունեն լավ միտք, ստարտափ պրոյեկտներ են եւ ուզում են իրականացնել իրենց այդ պրոյեկտները։
Լիզինգային ծրագրեր, վարկեր ու նորարար ֆինանսական գործիքներ, իսկ որն է կենտրոնական բանկի դերը համայնքային բիզնեսների զարգացման գործում։ Ֆինանսական օղակում իր բացառիկ դիրքով հենց կենտրոնական բանկն է հաճախ Հայաստան բերում այն շահավետ միջազգային ծրագրերը, որոնք գալիս են հեշտացնելու բիզնեսի զարգացման ճանապարհը։ Նշել նաև հատկապես անասնապահության ծրագրերը, որոնք գործում են այս պահին։ Դրանցով հնարավորություն է տրված ինչպես փոխհատուցում իրականացնել, մասնակի նաև կա վարկային միջոցներով ձեռքբերման հնարավորություն, որտեղ սուբսիդավորումը եւս առկա է, այնպիսի սահմանաչափերով է սովորաբար սուբսիդավորումը արվում, որպեսզի տնտեսվարողի վրա հիմնականում մնում է սովորաբար 2-4% կետ վճար, տոկոսագումարների մասով, իսկ սահմանամերձ համայնքներում ընդհանրապես ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Որպես կառավարության գործընկեր համագործակցում ենք ինչպես կառավարության հետ, այնպես էլ նաև բանկերի միության հետ շատ ակտիվ աշխատում ենք տարբեր աջակցության ծրագրերի մշակման գործընթացում, հանդիսանում ենք որպես կապողողակ բոլոր կողմերի միջև։ Տնտեսության համաչափ զարգացման ճանապարհին Հայաստանի բանկերի միությունը շարունակում է կարևորել երկխոսության հարթակի ստեղծումը բանկ, պետություն, մասնավոր շղթայի բոլոր օղակների միջև։ Որպես օրինակ ունենալով մարզային համայնքներում ծնված հաջողակ բիզնեսները, ի վերջո հենց բանկային համակարգն է դառնում այն կարևոր կամուրջը, որի շնորհիվ ստեղծվում է կայուն եւ մշտապես զարգացող բիզնես միջավայր։